Իրանի պահով եւ վերջում, հա։ Իրանի պահով էլ եւ խրախճանքի մեջ են, սա իսկապես են շատ ծեծված բառ է, բայց այդ բան ժանտախտի ժամանակ, բան խրախճանք ժանտախտի ժամանակ, ու գիտեք, իրական մենք որ ասում է Բոշային տարան գորգի փռեցին, գորգից գլորվեց գնաց, չէ։ Հիմա հավաք է բերել են սրանք տարբեր տեղերից, էլի, ասենք, այն աղբանոցի մոտից են գտել, քլաբներից են գտել, դիսկոտեկներից են գտել, մեկը շիշեր բաժանում, մեկը տմ հույեր անում, այն մյուսը կոկտեյլ էր, դες բաներով էին։ Ռուսերեն այդ կոչվում է из грязи в князья։ Ահա, մեկը շշի, այն շիշը, ինչ է, որ ձողի վրա էր ապարում, մեկը Վիբրատորի մասնագետ։ Չգիտեմ ինչ է, հա, ես մեկը պլանի մասնագետ։ Հիմա տեսեք, հանգամանքի բերումով թշնամին գտել է աղբանոցից սրանց բերել նստացրել է իշխանության, այս մարդիկ այնտեղ են ուզում, ասում է ես բան եմ, ես DJ եմ։ Ասում է հələ համբերի էլի պետք է Հայաստանը կործանենք, թշնամին ասում է, համբերի։ Ես DJ եմ ասում է։ Գնաց է DJ-ությունը անում, այն մեկն ասում է ես դմ ասում է դմ հույ ժամանակը անցել է, այ վաղ պետք է բան է գլխի տանք ասեք դմ հու մարդկանց է ժողովրդին է մոլորեցել, չէ, ասում է ես դմ մի հատ դրեք էլի այդ պատկերը ու ինչ մասսայի է հավաքել։ Հիմա այս մարդիկ, պարոն Աբեջան, այն իրանց տեղն են ուզում։ Ասում են թողեք գնանք մեր սերիալներին, մեր եսի մինչերին, բայց մի քիչ կուտակել են, գնանք վայելենք։ Հա, բայց ամբողջ խնդիրը էլի Իդեպ այդ հոգեբանության մեջ կարող է նաև ձեր ասած անձը լինի, որ ինքն էլ գնա, բայց իրանով է թողում, իրան բերել են կոնկրետ գործի համար։ Դե ասում է Արցախը կործանել են, 10,000 զոհ տվել եմ, Սյունիք հերիք չի, էլ ինչ եք ուզում, եկեղեցին կործանում եմ, էլ ինչ եք ուզում, էլ ինչ են ուզում, պարոն Աբեջան։ Հա, այսա, տեսեք, այս պատկերը։ Այդ գովացնում եք իրանց, հա։ Չէ, թող Ժողովուրդ ջան, թամաշա արեք, ձեր ընտրածնա, ձեր ուզածնա։ Ազատ արել ուրախանալ։ Վաու։ Հիմա մենք որոշ ժամանակ մեր աջակցությունը ողջունենք ուժերը։ Վաու։ Մի որոշ ժամանակ Դամ փու ձեր գլխի, վաու։ փորից հետո արդեն երեք կունենա վարչապետը։ Թող գնա, թող տեսնեք էլի, ինչի մեջ է այս մեր խեղճ ու կրակ աղքատ թշվառ ժողովուրդը, ինչ է կատարում, էսա։ Այս դուք եք արել, ձեր ընտրածնա, չէ, թող գնա, թող իրանց բանը, ցկցկոցը բանը, պարոն Աբեջան, մարդկան երևի բարձրագույն արժեքը այդ բարությունն է, կարեկցանք ունենալ էլ, եթե դիմացինիդ մեջ ցավ կա, դու այդ ցավը չես զգում, դու ավարտված մարդ ես, եւ ինչքան պիտի դու ավարտված տականք լինես, երբ որ դու ի պաշտոնե պատասխանատու ես սահմանադրությամբ Արցախի տարածքների համար կործանվում է, այդ ժողովուրդը կործանվում թափառական է դառնում անտուն, 10,000 զոհ, երբ որ դու պատասխանատու ես Հայաստանի Հանրապետության տարածքների համար կորցրած տարածքներ, երբ որ դու պատասխանատու ես քո թույլ բան ժողովրդի համար այդ թոշակառու բան սովի մատնված, երբ որ դու պատասխանատու ես, այսօր դու ինչքան պետք է քո մեջ սիրտ չլինի, հոգի չլինի, դու ցավը չզգաս, թշնամու բանտում տարապող, քո գերիները այնտեղ նստած դու ինչքան ավարտված սրիկա պիտի լինես, դու խրախճանքի մեջ ես, դու տարել ես սրբազաներին, փակել ես, քո նախագահները, Արցախի քո հերոսները Բաքվի բանտում տարապում են, դու ցկ ես անում, ասում ես ցկցկում ենք ժողովուրդ, քո թոշակառուն սովի է մատնված, դու ցկ ես անում, ասում ես պարում ենք ցկ։ Հիմա այն գնահատականներ, որ տալիս եք, այդ որոշակի արժեքային հիմք ունի, չէ՞։ Այսինքն կարեկցանքը, հայրենասիրությունը, նվիրումը, օգնությունը բարի գործ անելը եւ այլն, այսի որոշակի արժեքային քրիստոնեական արժի համակարգի հենքի վրա նստած։ Լավ տունը մամա չկա, ասի, տղա, Բակո Սահակյանը Բաքվի բանտում է, Արկադի Ղուկասյանը Բաքվի բանտում է։ Չկա։ Լևոն Մնացականյանը Բաքվի բանտում է, դու սիրտ չունես, հոգի չունես դու։ Չէ, չունեն։ Բա ինչ ունես։ Չունեն։ Չկա, դուք ախր Դու Ռուբեն Վարդանյանի վիճակ է, որ ջարդած դեմքով Դուք չեք տեսել, դուք դեմքը չեք տեսել Բակո Սահակյանի, հա? Լավ, այս մարդիկ այն իրականությունից են
բերվել։ Մենք խոսում ենք այլ իրականություն, չէ, չունեն, հոգի չունեն, սիրտ չունեն, կարեկցանք չունեն, ոչ ոք չունեն։ Իսկ դուք հիմա իրանցից պահանջում եք, որ իրանք ունենան։ Չեն ունենալու։ Մի պահանջեք մի բան մեկից, որը չի կարող ոչ տալ, ոչ էլ ունենալ։ Հա, հասկանալի է ցավը, զայրույթը եւ այլն, այդ շատ բնական ու նորմալ է, այս նորմալ մարդկանց Սովորաբար իդեպ անհոգի մարդկանց մեր հայրենում գիտեք ինչ են ասում։ Այս մարդը ինչի համար է գնացել, ասել է ես ոչ է տարել, ինքը իր ոտքով է գնացել, ասել է ես իր հետ ճամփա եմ եկել Ռուբեն Վարդանյան, մենակ դու պատկերացնում եք ինչ մարդ է։ Ինքը գիտի է որ դժոխք է տանում։ Հիմա նայեք, երբ որ այս մարդիկ պատերազմ էին հաղթում, նայեք, պատերազմ էին հաղթում, ընկեր էին կորցնում, հաղթանակ էին տոնում, թուրքին ծնկի էին բերում, այդ նույն ժամանակ այսօրվա ձեր ցկցկ ասողները պորնոֆիլմերում էին նկարվում։ Հիմա դուք ուզում եք պորնոֆիլմերում նկարվող անձը եւ այս անձը դնում եք նույն հարցան վրա։ Պորնոֆիլմում նկարվողը դա գոնե կարելի է լուր հանգիստ գնաք ձեր գործին չանեք դա, գոնե հիշեք ինչի մեջ են այս մարդիկ։ Սա կյանքում նյութական չեն ունեցել իրենց մտքի սրտի ցանկությունները, որպեսզի բավարարեն, չեն ունեցել, հիմա ունեն։ Այս մարդիկ խենթության մեջ են։ Այս մարդիկ 24 ժամ ասում են ես եմ, որտեղ են ժամանակ չկային, զրո էին, կեսագրություն չկային, իսկ հիմա իրանք կան, ամեն օր իրանք դի ցույց տան, որ իշխանություն ունեն, փող ունեն, տուն ունեն, դղյակ ունեն, բան ունեն, սիրուհիներ ունեն, չգիտեմ ինչ, ամեն ինչ ունեն իրանք, այդ դի ցույց տան, գիտենք ում են ցույց տալիս, գիտենք, շրջապատ չեն բավարարվում։ Իդեպ ասեմ, այդ Բարդույթը եւ փորձը արվել է, ասենք միլիարդատեր մարդը եւ դրա մասին նույնիսկ ֆիլմ կա ֆրանսիական տանը մի ամբողջ մեծ շենքում պալատում մի սենյակ որտեղ ինքը երեկակնային հեծանիվ է քշում մեծ մարդ ինչու որտեղ փոքր ժամանակ աղքատ են եղել Բարդույթ է եղել ամբողջ կյանքը ունեցել է ուզեցել է երեկակնային հեծանիվ ծնողները հնարավորություն չեն ունեցել գնել հիմա ինքը այդ Բարդույթը 60-65 տարեկան ինքը Բարդույթ երեկակնային հեծանիվով թակում Պարոն Ապետյան նայարան հիմա այստեղ է շատ լավ խորհուրդ ա տվել Նիկոլին Նիկոլն ասել է որ ես հեծանիվի խնդիր լավ խորհուրդ ա տվել ասել Նիկոլ մի 6-7 հեծանիվ գնի տար այդ գյուղերում երեխեքին տուր ու դու այնքան երջանիկ կլնես չէ որ նվիրել է ոչ ստացողը նվիրողն ավելի մեծ երջանկություն է որ դու տեսնես այդ երեխան հեծանիվ ա վարում տար են չունեցողին տուր դու այդ կհաղթահարես հիմա քոնն ասեք ես քո չարությունը մաղձը հաղթահարելու ճա մի հատ բարի գործ արա լավ դու 8 տարի նստած ես քո մեջ այդ քո մոներ մի հատ sense Ղեկավարի մի քիչ էս լայն նայ, մի քիչ քոնը նայ, Նիկոլ, մի քիչ մտածի, էս քո երկիրն ա, էս քո հայրենիքն ա, հա։ Ինչը ճշեմ, ասենք բոլորի վրա կալանք, եղածի վրա կալանք, մարդկանց վրա կալանք։ Մի քիչ լայն նայ, Նիկոլ, մի քիչ sense բացվի, սիրտդ բացի, հոգիդ բացի, մի քիչ ապրի, լավ, վերջապես ապրի։ Ապրում է մարդը։ Չէ, այդ ապրել չի։ Չարություն անել այդ ապրել չի։ Չմտածել է Բակո Սահակյանի մասին, ախր դուք իրար հետ հարաբերություն եք ունեցել, չգիտեմ, ախր ես չի որ պետք է ասեմ, լավ, ինչ խղճով եք, դուք ինչ խղճով եք քնում, ինչ խղճով եք հանգիստ մնում ցկ անում, բարություն է, կարեկցանք է։ Նայեք, խիղճը Աստծո ներկայությունն է մարդու մեջ։ Ռուսերեն խիղճ հայերեն բառը առանձնապես արմատային առում չի բացում, ռուսերեն կոչվում է սովես, правильно? Սովես։ Это весть из Всевышнего։ Այսինքն վերևից այն ինչ որ մարդու մեջ դրված է, դա կոչվում է խիղճ, արժանամակարգ։ Այս մարդկանց մեջ չկա է։ Չկա դուք հիմա մարդու լավ, մամա չկա մեկի կողքասի տղա, մի ցկցկա, այնտեղ մարդիկ քո պատճառով։ Դու եկել ես ինչ էր ասում Արցախի համար, մի հատ դրեք։ Այ մեկը չկա, տանը մարդ չկա, տանը ալո, մարդ չկա, պապա չկա, մամա չկա, հարազատ չկա։ Մաման որ ասում են, գիտեք ինչ են անում, այդ ներքին ձայնը, այդ խիղճը որ սկսում է խոսել մարդու մեջ, որպեսզի լրացնեն ինչ են անում, կամ խմիչ կամ նարկոտիկ, կամ խմիչ կամ թմրամիջոց, վերջ այդ ձայնը միանգամից կորում է։ Հիմա այս մարդկանց այդ մարդիկ են։ Անժելա, դուք հիմա փորձում եք մարդկանցից պահանջել մի բան, որը որ չկա։ Կամ եթե ձայնն էլ կա, խիղճն բայց լռել կարող են, չէ՞։ Գոնե սուս լռի, սուս գնա։ Միջև տեսնենք ինչ որ իմ նման հանցակից լնեք, որ ժողովուրդը ոչ միայն ինձ ատեն, այլև ձեզ ատեն։ Այսինքն իմ թիմը ժողովրդի կողմից ատվող մարդկանց քանակը, ատելի մարդկանց քանակը մեծ լինի։ Հո միայն ես պիտի չլնեմ ատելի։
Թող ուտես մի 20000 հոգի լինի, ատելի։ Փոքր կամ մեծ։ Բայց դու խափում ես այդ ժողովրդին, ասում ես դուք եք, չէ՞ ինձ ընտրել, դուք այդ 600,000 ձայնով եք, չէ՞ հպարտանում, հա։ Սուտ խոսալ ինչ է։ Սուտլիկի համար սուտ խոսալ ինչ է, ամոթ բան է։ Նորմալ է այդ ինչ է եղել։ Ինչն է ասել, որ ինչն է արել։ Ախր նորից եմ ասում, դուք մարդուն գնահատում եք մի արժե համակարգով, որ ինքը այդ արժե համակարգի մեջ չի։ Ինքը չի ուզում, չի ընդունում, դանով չի ապրում, իր համար ուրիշ աշխարհ է, լրիվ ուրիշ աշխարհ է։ Ստեղ դրա համար եմ ասում, տեսակների կռիվ է գնում։ Մեջդե ասում էր, այս տեսակը, որը իշխանության գա, դա ազգի տականքն է։ Այսինքն բարոյական որից նորմի մեջ չի մտնում։ Դուք խիղճ, բարոյականություն, ծնող, զավակ, կարեկցանք, նայեք ինչ բաներ, բոլոր քրիստոնեական։ Հա, բայց այդ ամեն ինչը գիտեք, չէ՞ ինչքան հզոր ասես, գալու ալիքով տանի է։ Հիմա իրանք չեն Եթե դուք մտածում, այդ աստված չես գալը, չի լինում։ Ասма մեզից է իրանք մտածում, դրա համար մեզից այդ հետո անտե ջրել։ գիտություն կա, աստված կա, կյանք կա, բնություն կա, բան կա, ամեն ինչ կա, չէ՞, այդ ամեն ինչը գալիս է, sense այդ եկեք ես ասեմ, որ այնուամենայնիվ ուժ կա, որ գալու է տեղը գցի, չէ՞։ Անժելա, իր քանակը այդ տեսակ շատ քիչ է, շատ քիչ է։ Դե այն ավտոբուսի ժողովուրդ է, էլի չենք տեսնում։ Մի ավտոբուսի ժողովուրդ։ Հիշեք, ինձ համար չափորոշիչ է։ Պետրոսներ թռավ։ Հովանա վանքում հոկտեմբերի 26-ին իր պրեզենտացիան էր առաջին անգամ մի, այդպես ասենք, վատ անձնավորություն, որ պիտի գար եւ դևերի խնջույք աներ։ Ես հետաքրքիր ձայնը փակվում, ձայնա գալիս։ Եվ այդ ժամանակ սա ինձ համար ցուցիչ է։ 3 падգամավոր կառավարության 3 անդամ։ Վերջ։ Սա